Հարգելի գործընկերներ, ձեզ հետ եմ ուզում կիսվեմ հետևյալ տպավորությամբ։ Բարձացանք եւ 3 դուր ծեծեցինք։ Բարև ձեզ։ 3 դուր ծեծեցինք, հələ խնդրում եմ մեր թիմի ներկայացուցիչներին ուշադրություն։ 3 դուր ծեծեցինք, ուրեմն պարզվեց 3 դրան հետևում էլ ապրում են մեր ծրագրերի շահառու մարդիկ։ Առաջին դուրը երրորդ երեխան էր ծնվել եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան 50,000 դրամներ ստանում եւ նաեւ երեխայի միջև 2 տարեկան խնամքի նպաստը, այսինքն 50,000 պլյուս 30,000, դե ցավոք ասեց որ ամուսինը չի աշխատում, չգիտեմ, կարողա, բայց փաստացի այդ ընտանիքը ապրում է այդ երկու սոցիալական ծրագրի հաշվին։ Իհարկե հույս ունենանք որ ամուսինը աշխատանք կգտնի եւ կաշխատի։ Մյուս 2 դռներում թոշակառուներ էին, որոնց թոշակը 10,000 դրամով բարձանում է, ֆորմալ նոմինալ թոշակը դե պարզ է, հետ վճարը եւս 10,000 դրամ եւ երկուսն էլ առողջության ապահովագրության շահառու են։ Այսինքն պատահական սկզբունքով հարկ դուր, որտեղ 3 դուր, 3 ընտանիք եւ 3-ն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու են։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Էսա ուրիշ դռներ էլ բացեցենք, ուրիշ տեղեր էլ ենթադրվում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ իմանայինք տանն եք, ձեր տուն էլ կգայինք։ Բարձանանք։ Բարձանանք, տարամ երկու խոսքով եմ խնդիրում ներկայացնում 2000 թվականից Հայաստանում եմ գնացել, բայց անօրինակ է, ոչ մի թուղթ չունեմ, հաստատություն ոչ մի թուղթ։ Քաղաքացի եք։ Ոչ մի քաղաքացի։ Բան չի։ Ոչ մի թուղթ չունենք, օրենքով, որ ծնվել են թուղթ ես տալու, իջերմա ընդեն քաղաքացի։ Ընդենը որտեղ է։ Դե եղբայր, սենց ոտի վրա ես։ Օրենքի Պետք է դիմեք քաղաքացիություն ստանաք։ Եթե մերժման հիմք չկա, կտանք քաղաքացիություն։ Օրենքում դες կետ չկա, որ քաղաքացիություն տա։ Ոնց չկա տենց կետ։ Բացառությամբ նախագահի շնորհով լինի, Ընդհանրապես ներողություն։ Մի րոպե, եղբայր։ Եթե դուք քաղաքացիություն չունեք, քաղաքացիությունը ընդհանրապես շնորհվում է նախագահի հրամանագրով։ Այսինքն ուրիշ ռեժիմ չկա քաղաքացիություն ստանալու։ Պետք է դիմեք քաղաքացիություն ստանալու համար։ Ստեղ եք ծնվել։ Ախպերս աստե ծնվել։ Չէ, դե դուք բանակա գնացեք, միջի հիմա քաղաքացիություն չի կարող ստանալ, ասում են գնա Թուրքմեստան, այնտեղ կարգավորող։ Էս ի՞նչ նամակ է։ Կարճ համառոտ մնացած դերի։ Դավիթը Գևորգյան ստեղ էր, էլի մի հատ մոտեցեք իմ օգնականն այստեղ։ Բայց հələ դուք ես հաջի շատ տեղեր եք դիմել։ Եղբայր, հա, իմ օգնականն է։ Ականջի հետև գցելու բան չկա, եթե լուծվող հարց է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Քանի տարեկան եք դուք։ Ես 65, 66։ Բարև ձեզ։ Հիմա դուք էլ եք փաստորեն մեր երկու ծրագրի շահառու եք։ Առաջին առողջության ապահովագրություն եւ երկրորդ թոշակի բարձրացում։ Եւ երրորդ անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի ստացում։ 3 ծրագրերից է տեղյակ եք։ Այո։ Հետ վճար ստանում եք։ Հա, ստանում։ Ինչքան եք ստացել մի հատ այդ բանից դուր։ Ինչքան եք ստացել։ Հետ վճար։ Այո։ Ամիսը, վերջին անգամ որ ստացել եք, ինչքան եք ստացել։ Վերջի անգամ հիվանդ պարկած եմ, եղել տենց առևտուր չեմ արել, 1000 քանի 100 է եկել, բայց 5000 էլ է եկել, 6000 է, բայց այս նորը հələ չեմ արել։ Դե նորով ավելի շատ կստանաք, ավելի շատ։ Մի հատ նվիրեմ սրանից ձեզ։ Ահա, էս է սենց։ Ինչ ունեք ասելու։ Ոչի, շնորհակալ եմ։ Հաստատ։ Հա, շնորհակալ։ Հաստատ հիմա ասենք Խաղաղություն լինի։ Հիմա որ ասում եք շնորհակալ ենք, դե բանա, եթերա, բանա, ձեր տուն ենք եկել, ձեր տուն ենք մտել։ Հիմա չէ, մի րոպե, հիմա որ դուռը փակենք գնանք, հետևներից եք ասելու շնորհակալ, թե ասելու Չէ, շնորհակալ, չեք ասում շնորհակալ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Բայց մեր եղբայր ասցի օգնական ես շատ անգամ բազմիցս շատ օգնականների տվել եմ։ Եղբայր, ես եղբայր, մի րոպե, էլի սպասեք, լսում եք ինչ եմ ասում։ Ես չեմ զբաղվում նրանով,
զբաղվող ինստիտուտներ կան։ Լավ չես զբաղվում, շատ վատ ես զբաղվում։ Շատ լավ, լսեցին ուղիղ եթերում Պամբարմի, ես այս ֆայդերությամբ խմած ավտո քշեմ, իսկ այնստեղ տնակ չեն կարող տամ։ Ես կորոնայի ժամանակ մի տուննա որ առած դիմակ եմ ֆռացել։ Եղբայր, ես հասկանում եմ, ասում եմ թուղթը տվեք իմ օգնականը։ Շատ շնորհակալ, հետո։ Դուք եք հրավիրել, մենք չենք ներխուժում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ դուք ոնց եք։ Նորմալ, շնորհակալ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լինի մեր ոդկը ձեր տանը։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Աշխատում ենք։ Հիմա հանգստանում ենք։ Երեխաներ ունեք։ Դեռ չէ, սպասում ենք։ Իսկ դուք տեղյակ եք, որ այս տունը ոնց եք ձեռք բերել հիպոթեկով, իսկ դուք տեղյակ եք, որ երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկի մարման աջակցության ծրագիր կա։ Թորոսյանը, խնդրում եմ Թորոսյանը թող գա, էլի։ Մատ Թորոսյանը թող գա։ Չենք հասցնի եղբայր, իրատեսական չի։ Ուրեմն տեղյակ եղեք, որ երեխայի ծննդյան դեպքում բացի այն վճարները, որ ստանում եք, հիպոթեկի գա։ Էսա գա Թորոսյանը հույս ունեմ ավելի լավ կհիշի։ Շնորհակալություն, նստեք։ Ոնց եք, ինչով եք զբաղվում, աշխատանք։ Ատեստավորվել եք։ Երբ որ ատեստավորվեք, ձեր աշխատավարձը կրկնակի կավելանա։ Իմիջայլոց ասեմ, որ մենք հիմա հաջորդ փուլով ատեստավորված ուսուցիչների համար ատեստավորման նոր գործընթաց ենք սկսել, որ եթե Պարոն Թորոսյան, ուրեմն նորապսակ զույգ է երեխային սպասում, այս տունը վերցրել են հիպոթեկով։ Երեխայի ծննդյան դեպքում մենք ունենք հիպոթեկի աջակցության ծրագիր, կհիշեք ոնց է աշխատում այդ ծրագիրը։ Այնտեղ տան գնից կախված ինչ որ գումար, մայր գումարից բան ենք անում։ Այսինքն երեխան որ ծնվում է, Մեկը երեխայի կարգաթվից կախված ինչքան առաջինն է։ Առաջինն է, չէ՞։ Հայցը չեմ սխալվում, առաջին Ինչքան? դեպքում էլ կա, 30 միլիոն բնակարանը 500,000։ ու եթե երկրորդ, երրորդ, չորրորդ համ տանգիննա բարձրանում, համ փոխհատուցվող գումարի չափը։ Այսինքն հիմա ուշադիր կլինեք, միասնական սոցիալական ծառայության հետ աշխատեք, երեխան երբ որ ծնվի, կֆիքսի, որ դուք ունեք հիպոթեք։ Երեխան որ ծնվում է, բացի այն մնացած բաները, որ չգիտեմ, առաջի երեխայի դեպքում հիմա մենք եւ երբ որ երեխան ծնվի, այդ դեպքում ձեր հիպոթեկին միանվագ կառավարությունը փակում։ Այդ ժամասով գիտեի, ուղղակի ծրագրում։ Հա, գիտեիք, դե մենք էլ այսքան չարչարվեցինք, ասենք լավ, ոչինչ, նրանք ովքեր որ չգիտեն։ Արդեն մեր նոր սիրուն լավ պայմաններում կգնանք բալիկ ունենալու ծննդատան։ Հա, կհասնենք։ Այո։ Հա, ճիշտ է։ Իմիջայլոց, դուք երևի արդեն Սիսանի նոր բժշկական կենտրոնում կլինեք, որտեղ պայմաններում բոլորովին Մայիս պատրաստ կլինի, հա։ Տիկին նախարար տեսեք, հա, խոստացել է։ Հա, դրա համար վստահ ասեց, ինչ որ մայիսը մեր հաշվարկների մեջ չէր մտնում։ Սա երեխա ունեցող ընտանիքների Ուրեմն հունվարի 1-ից հետո տան արժեքը չի գերազանցում 35 միլիոն դրամա, եթե չի գերազանցում աջակցության չափը 2 երեխայի դեպքում 1 միլիոն, 3 երեխայի դեպքում Իսկ ծնվելու դեպքում 4 եւ ավելի դեպքում 2 միլիոն։ Առաջի երեխայի դեպքում 1 տարեկան դառնալու Նոպեսի բանն էր, նոր տուն ձեռք բերելու դեպքում է։ Իսկ մինչև 1 երեխային է երկրորդ բաղադրիչ։ Ընտանիքի չմնալ անշարժ գույք է տելակար։ Ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով մինչև 500,000։ Ուրիշ անշարժ գույք ունեք։ Երրորդ եւ հաջորդի դեպքում մինչև 2 միլիոն։ Համատեղ սեփականության գույք ունեմ, բայց 49 քանի Այդ կարող է խնդիր լինի։ տոկոսը չպետք է անցնի։ Չէ, եթե չի գերազանցում, ոնց որ թե համար։ Կարճ ասած 500,000 դրամ հիպոթեկից փակվում է, ձեզ բարի ազատում լինի, ուրախություն։ Հա, մի րոպե, երկրորդ երեխայի դեպքում էլ աջակցություն կա, երրորդի դեպքում է։ Կարճ ասած, այս տանը մենք ահագին կմասնակցենք, երեխան ձեզանից, մասնակցությունը մեզանից։
Սպասի, մի վարկյալ։ Հարգելի գործընկերներ, էլի լուրեր ունեմ ձեզ համար, Բարև ձեզ, պարոն Միքայելյան, բարով եք եկել, բարև ձեզ, հա, ինչի՞ չէ։ Ուրեմն էլի լուրեր ունեմ ձեզ համար, որովհետև եւս երկու բնակարան մտանք, մեկը մեր հարգելի երիտասարդ զույգինը եւ եւս մի բնակարան, մեկը էլի թոշակառու էր եւ թոշակի բարձրացման եւ առողջության ապահովագրության շահառու էր, իր երիտասարդ ընտանիքը սպասում էր իրենց առաջին երեխային եւ ահա այդ տունը ձեռք են բերել հիպոթեկով եւ մենք ունենք ծրագիր, որ առաջին երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկով ձեռք բերված տունը, եթե 35 միլիոնը չի գերազանցում, միանվագ երեխայի ծննդյան փաստով 500,000 դրամ հիպոթեկի վարկից, մայր գումարից մարում ենք։ Այնպես որ այստեղ ինչ դուր մտանք, չէ՞ ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ոնց որ սկզբից ասին տեղակ չենք, բայց հետո որ սկսեցինք պատմել, տեղակ է։ Այսինքն այստեղ 1 2 3 4 5 տուն ենք մտել, բոլոր 5 տները մեր սոցիալական ծրագրերի շահառու են, մեր բոլոր 5 տները, այսինքն պատահականության սկզբունքով։ Հաջան, բարև ձեզ։ Լավ եղբայր, բեր մի հատ նվիրեմ սրանից քեզ։ Շնորհակալություն գասված է։ Ահա, կներեք, կարելի է, չէ՞։ Բախի չէ։ Ահա։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես Ուզգուրի վարչական ղեկավարն եմ։ Ուրախ եմ շատ։ Երկին գետին շնորհակալ եմ։ Ես եմ Շնորհակալ եմ բոլոր ծրագրերի համար։ Մի տարվա մեջ, 3 տարվա մեջ 5 ծրագիր ա մտել մեր գյուղի։ Ինչ ծրագիր։ Դպրոցի մանկապարտեզի։ Դպրոցը ինչա նորոգվում է, թե կառուցվում է։ Կառուցվում է։ Ուրա հասել կա շինարարությունը։ Ճիշտ ասած, մի 8 ամիսը շատ հետաձգվա, որովհետև տակի ջուրը շատ էր, 2 սլոնով իրենք ջրահեռացում են։ Դե կառուցվի։ Կառուցվում է, եւ շատ հիմա շատ։ Դպրոց, էլ մանկապարտեզ։ Դպրոցը կից մանկապարտեզով, խաղահրապարակը, հուշարձանի վերանորոգումը, մի հատ էլ նոր ծրագիր ենք շահել զբոսայգու կառուցում, եկեղեցինա կառուցում, միայն դրանից ենք դժգոհ։ Ինչի։ Միայն դրանից ոչ թե դժգոհ ենք, այլ շատ դժգոհ։ Ինչ եք դժգոհ։ Որովհետև այդ եկեղեցին կառուցվում է շատ ուրախ, զվարճևով մենք ընդունել ենք, մեր կոնկրետ մեր տան 440 մետր հողը տրամադրել ենք, որ ոչ առանց Բա ինչն է խնդրեմը։ Շատ ախրենի եկեղեցու տեսքը չկա այնտեղ, մի հատ խնդրեմ։ Վատ են կառուցում։ Ոչ թե վատ են կառուցի, պատերը մի քիչ է քանդված, պատերը դրել են։ Հին եկեղեցի է, թե զրոյց են կառուցում։ Հին եկեղեցի է, 10։ Այսինքն հուշարձանա վերականգնում են, ճիշտ չեն վերականգնում։ Բայց վերականգնումը բերել են մի հատ երևի թիթեղ չի ամենաթանկանոց բաներն է, երկաթներն է, այդ երկաթները։ Բայց մի րոպե նախարարության հսկողության ներքո պետք է։ Հուշարձանների պահպանության պոակն արել, այս է։ Ինչա որ։ Այս է եկեղեցու տանիքը, թե պալատկա են բերել երկաթների վրա։ Չէ, սա երևի պահպանության համար է, միջև վերականգնվի, ծածկ է, այս ոնց կա։ Արդեն իրենք ասել են ավարտել ենք։ Շատ լավ, կճշտենք։ Որ գյուղն է։ Ուց գյուղը, ըստ այս 4 րոպեա ճանապարհ է։ Ուց գյուղ։ Ընկեր Համբարձումյանի գյուղն է։ Ընկեր Համբարձումյանի գյուղը։ Այսա նախարարին կասենք, նա հասկանանք ինչ է։ Կառավարությունից։ Այդքան արանք, Չէ, բայց նա հասկանանք, հուշարձանը չփչացնեն։ Կառավարությունից, падգամավորից, մարզպետից, քաղաքապետից ամեն ինչով ģեր շնորհակալ ենք։ Հասկացանք, որ խնդրեմը եկեղեցու վերականգնման ծրագիրն է։ Խնդրել ենք չէ եղե, վարչապետին ենք։ Շատ լավ։ Մեկ էլ մի հատ այդ որ նոր դպրոց կառուցում են, ասֆալտը նարել են, այս տարի գյուղի կենտրոնից մինչև այդ դպրոցը գետն անցնում է։ Այդտեղ պետք է մի հատ կամուշ կառուցվա, թեկուզ մարդկային անցնելու կամ փոքր մեքենա անցնելու։ Շատ լավ, կկառուցենք։ Գնայինք։ Երեխեք բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ են գործերը, դասերը լավ են։
Նվիրեմ ձեզ այս մեր բաներից, էմբլեմներից։ Հա? Արի մի րոպե։ Այս սենց, ես իմ ձեռով փակցնեմ։ Այս սենց, այս մեկ, այս երկու, այս երեք, այդ բերքես ստեղից կպցնեմ, կուրտկետ հաստա չի պահի։ Դասեր լավ ա, լավ եք, շատ ապրեք, հոպ, ապրես։ Զգույշ, շփվեցիք մարդկանց հետ, ինչ էին ասում մարդիկ, Քարային շենքի արդեն բարձրացնում, եղբայր բարև, լավ ես, նա նվիրեմ քեզ սրանից, այս սենց, լավ է։